Ողջույն Սուրեն, ողջույն հարգելի հեռուստադիտողներ։ Բարի լստավիտ։ Կիրակի է, առավոտ եւ մենք սկսում ենք մեր կիրակնորյա որսը։ Ճոկտես, շիրավ տրամադրությունն ես, ինչի հետ է կապված։ Այո, որտեվ ես սիրով եմ իմ աշխատանքը կատարում Սուրեն։ Այ եթե ասֆալտ փռողներն է սիրով կատարեին, անընդհատ այսպես չէին քերի եւ ամեն անգամ նույն գործը չէին անի։ Այո, բայց ճանապարհների մասին մենք արդեն խոսել ենք։ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին խոսել ենք։ Ոչ Սուրեն, ես չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ։ Քո երեխաների ապագան քեզ համար կարևոր չի, Դավիթ։ Շատ կարևոր է։ Ես վստահել եմ այդ գործը քեզ Սուրեն։ Դու ոնց ասես, այդպես էլ կանենք։ Ես քեզ վստահում եմ։ Շատ լավ, որ ենք գնում։ Սլանում ենք դեպի Դավիթաշեն թաղամաս եւ փորձենք նկարահանել Մարգարիտ Եսայանին։ Ազգային ժողովի պատգամավոր։ Այո։ Միջալուց ընդդիմադիր է, թե ոչ։ Տեղում կբարձենք, եթե հաջողվի նկարահանել։ Որտեվ հիմա ամբողջ խառնվել է իրար, չես հասկանում, ով է խաղում ընդդիմադիր, ով իսկապես ընդդիմադիր է։ Գնացինք, լավ։ Գնացինք Սուրեն, մի քաղաքականացրու։ Մեր հաղորդումը ուրախ կիրակնորյա առավոտյան հաղորդում է։ Փոսը, որը մի ամիս առաջ քերել էին, նորից քերել։ Բարև ձեզ։ Երեխեք ջան, միած գշացնեիք։ Հայկական երկրորդ հեռուստալիքն է, չէին սպասում ավտոմ։ Հեչ նկարվելու բան չենք եսօր։ Բայեր։ Թորնիկ եմ ունեցել։ Վայ, շնորհավորում եմ։ Թորնիկս հիմա մեր տանն է, տունը շատ խառը վիճակում։ Բարև։ Բայց ինքը մեծ է արդեն։ Բա ինքը ապերի կա ունեցել։ Պարզ։ Սուրեն ջան, հրավիր եմ, բայց ճիշտ ասած չեմ ուզի հանրությունս ես թափած տեսնի իմ տունը։ Ինչ անեմ։ Չգիտեմ։ Մյուս անգամ կգաք երևի։ Մի անգամ էլ ենք եկել։ Գիտեմ, դրանից հետո ես անդադ սպասում եմ։ Հիմա այսօր չէի սպասում, այսօր եկակ իսկապես։ Իրոք կներեք, բացարձակ հարմար չի էլի։ Փուչուրը քնացնում է 10 օրական անդամեն, տունը խառը, հետո բոլոր սենյակներում մարդիկ են քնած։ Մեծ ընտանիք, ներող եղեք։ Ձեզ լավ օր։ Իրականում մենք հյուրընկալ մարդիկ ենք, բայց այսօր իսկապես հարմար չէ, ներող եղեք, ժողով։ Շատ լավ։ Աու! Սամվել։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Երբ որ ցանկանում են ձեր տուն գան, ո՞նց են գալի։ Զանգում ենք, չեք պատասխանում։ Կիրակի առավոտյան փաստորեն հեռախոսազանգերին չեք պատասխանում։ Բայց իսկական շատ հետարքի է, երբ որ ձեր տուն են ցանկանում գալ, ո՞նց են գալիս։ Բայց ես ինչ հարցավար։ Կոճակ չկա ոչ մի զանգի, հայկական երկրորդ հեռուստալիքներ չեն սպասում հաղորդումը։ Շորջան, բայց ես հեսա կես ժամից թռնում եմ Բիշկեք։ Ինչ հետաքրքիր է։ Կարող ենք ձեզ հետ գալ Բիշկեք։ Ինչ կա Բիշկեքում։ Ոչ լավ բանից չեք եկել։ Բայց ինչ կա Բիշկեքում։ Կոնֆերանսն եմ անցեք, ուղղակի։ Լուրջ կես ժամից։ Չմես գոնե մի ժամ 10 րոպե հարկավոր է։ Հələ վեշերս չհավաք։ Ներող տենց։ Լավ, թռեք մի ուշ անգամ կփորձենք։ Ձեզ բացահայտել։ Եկու խնի տիռա։ Բարև ձեզ, հայկական երկրորդ հեռուստալիքն է, չեն սպասում արդմա, Հայկ Պետրոսյանին ենք փնտրում։ Հայկ Պետրոսյանը տանը չի։ Վայ, բա որտեղ է։ Գործով դուրս է եկել։ Վերադառնալու է այսօր։ Այսօր երևի ուշ։
որովհետև ներկայացմանը հետո հրավիրված եմ այդտեղ։ Լավ, բարձա։ Ձեզ օրվա լավ շարունակություն։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Դավիթ, Այո, Սուրեն։ ինչ տեղի ունեցավ այսօր, խնդրեմ մեկնաբանիր։ Ոչինչ դեռևս տեղի չի ունեցել։ Բազում անհաջող փորձեր։ Մարգարիտ Եսայանի մասին հեռուստադիտողը կգիտի եթերում։ Սուրեն, ոչ Այցելեցին միայն Մարգարիտ Եսայանի մասին։ Շատ շատերին փորձեցինք։ Չեմ ուզում անուններ թվել։ հիմա փորձում ենք Հիմա արդեն ժամը 12:30 է։ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին, լավ։ Рубен, ты дома, все мы знаем. Открой. Համեց է։ Բարեձեզ, հայկական եզրով հեռուստադիտողներ է, չէին սպասում արտումը։ Մենք արդեն մոտեցել ենք վերելակին։ Բավականին ուշ բացեցիք դուռը։ Տանը չի է, ում որ ուզում եք։ Տանը չի։ Բայց շփվում ես։ Անգլին դասապի հետ եմ շփվում։ Լավ, բարձր։ Շան է։ Այո։ Ես պիտի հատուկ շնորհակալություն հայտնեմ ամուսնուդ, մենք մոտ 2 ժամ միասին անցկացրեցինք, մինչև դու վերադարձար, հյուրասիրեց մեզ, հետաքրքիր պատմություններ պատմեց։ Շատ ապրենք։ Շատ ավելին գիտենք հիմա քո մասին, քան մինչև ձեր տուն գալը։ Որտեղ էր, ինչ էր անում։ Քանի որ Արթուրի քույրը իր բալիկների հետ մեզ մոտ է, հյուր է եկել, մենք որոշեցինք առավոտ շուտ երեխեքին տանենք մանկական երկաթուղի։ Եվ ինչ էր տեղի ունենում այնտեղ, հետաքրքիր է։ Դե 5 աղջիկ, ինչ պիտի անեն, վազվզեն, աչուձախ, նստեն բոլոր կարուսելները, իհարկե նաև գնացք նստեցին Շատ վաղուց չեմ եղել, այնտեղ ծառերը չեն կտրել, դրյակներ կառուցել ինչպես օրինակ մոնումենտում։ Չէ, ամեն ինչ նորմալ է, Փարքաստո շատ գեղեցիկ կարուսելներ կան, երեխեքը շատ գեղեցիկ ժամանակ անցկացրեցին։ Մարդկանց գիտակցությունը ավելի բարձր է, թե չէ օրինակ մոնումենտում ծառերը կտրեցին, տներ կառուցեցին, չգիտեն, որ այդ ծառերի էներգիան բացասական իրենց տանն է լինելու, ցավոք սրտի։ Տեղափոխվել եք։ Այո, տեղափոխվել։ Որքան ժամանակ է արդեն բնակվում եք այստեղ։ 1 տարի 1 ամիս երևի թե։ Վերջապես ստացվեց։ Ես հիշում եմ ձեր այն տունը, որը գտնվում էր շատ ավելի հեռու այստեղից եւ Չէ, հեռու չէր, մասիվում էր ընդամենը։ Այստեղից այնտեղ մենք լուսամուտներով նայում էինք, հետևում էինք շինարարությանը։ Այո։ Եվ ինչը փոխվեց։ Դե բնականաբար շատ ավելի մեծ լայն բնակարան է։ Այստեղ յուրաքանչյուրը ունի իր սենյակը, այնտեղ փոքրիկներս մեզ հետ միասին էին քնում նույն սենյակում, հիմա իհարկե փոխվել է այդ ամեն ինչը, յուրաքանչյուրը իր սենյակում։ Այսօր չես աշխատել։ Վերջին լավ լուրը, որ հայտնել ես, որն է եղել դեպ։ Վերջին լավ լուրը։ Ինչ դժվար է հիշել, չէ։ Դե իհարկե ցավոք վերջին այցելությունը, հա, երևի։ Դե նոր չենք հայտնել։ Վաղուց ենք հայտնել արդեն 2 ամիս առաջ բարձր, անդրադառնում ենք, ասում ենք, թե ինչ կարգախոսով է գալիս ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր։ Ժամանակ իհարկե անդրադառնում ենք այցին, ընդամենը հաշված օրեր են մնացել, մեծ նախապատրաստությունով սպասում են։ Շանը հենց այսպես էր բնականը, որ եկաք, թե դուք վերանորոգեցիք, նոր տեղափոխվեցիք, որովհետև որքանով որ տեղեկացված եմ, նաև վերանորոգված տարբերակն են առաջարկում բնակիչներին եւ առաջարկում են, որ մեր դեպքում չկար այդպիսի չվերանորոգված տարբերակ չի եղել, ի սկզբանե, որովհետև սա սոցիալական ծրագիր էր, այս ծրագրով մենք ընդգրկվեցինք ծրագրի մեջ ու իրանք առաջարկում էին միայն այդ տարբերակը, այսինքն նորոգված վիճակով, իհարկե իրենց առաջարկած նորոգումներ դա, իրենց շինանյութերով, իրենց միջին կարգի։ Շանը կարծում ես կյանքը արդար է, մեր հանրային հեռուստատեսության առաջին դեմքերից մեկը սոցիալական ծրագրով է տուն ստանում։ Այնտեղ արդարություն կա, օրինակ։ Չեմ զգում ճիշտն ասած, ինչի այդպես մեկնաբանեցիք։ Ես միայն ուրախ եմ, որ այդ հնարավորությունը կա եւ մենք կարող ենք լրագրող ով որ անընդհատ նրա դեմքը տեսնում են, կարծում են դրյակներ ունեն եւ ոչ մի սոցիալական ծրագրից չեն օգտվում։ Իրենց կյանքով
Ո՞րն է բանը։ Չեմ հետաքրքրվել այդպես աստղային մոլոցկով չեմ տարավում։ Ոչ էլ առանձնապես հետաքրքրվել եմ ով ինչ ունի, ինչ պայմաններում է ապրում։ Գոհենք։ Չէ, ես կարծում եմ, որ այս դեպքում կյանքը ախարացի չէ, որ մարդիկ ովքեր որ հայտնի են եւ անընդհատ եթերում են, ինչ որ ծրագրերից են օգտվում, որպեսզի բնակարան ունենան, չէ, այստեղ մի բան այն չէ, ինչպես Վիլյամ Սարոյանը կասեր։ Մի բնդիկ։ Ընդհանուր առմամբ չէ, իսկապես գոհ ենք, որովհետեւ շատ ավելի լավ հնարավորություններ կան այս տանը, քան նախորդ տաններ։ Այո, եւ քանի տուն դեռ պիտի փոխեք։ Կախված երեխաների քանակից։ 3 աղջիկ Հիմա ունենք։ 3 աղջիկ ունենք։ Մենք այստեղ ինչ որ մի դուր բաց թողեցինք, եթե կարիք կա անդրադառնանք։ Սանհանգույցն է այստեղ։ Սովորական սանհանգույց է, այդպես ինչ որ հատուկ բաներ չունենք։ Նորմալ, լայն 2 սանհանգույց ունենք Փարքաստո, այս բնակարանում։ Այո, եւ բավականին հարմարավետ է եւ հետաքրքիր։ Իհարկե իրենք են էլի այդ սալիկապատել եւ այլն, այսինքն իրենց առաջարկած գույներն են, իրենց առաջարկած սալիկներն են։ Հետաքրքիր է։ Անցնենք առաջ։ Համեցեք։ Խնայենք լույսը։ Եվ դեպի ուր են գնում։ 1 2 3 4 5 դուռ ունենք։ 5 դուռ ունենք, այստեղ ննջարաններն են, սա նույնպես ննջարանը, որը ի սկզբանե եղել է խոհանոց, մենք տեղափոխել ենք։ Թույլ տվեցին։ Հա, ինչ որ կանոններ չենք խախտել որպեսզի։ Տեսնենք եւ Համեցեք։ ինչու տեղափոխեցիք, լավ չէին գծել եւ որոշել որ խոհանոցը այստեղ պիտի լինի։ Սենյակն է, մեծ աղջիկա սենյակն է, 7 տարեկան է Լիլիս։ Փոխադրվեց 3-րդ դասարան։ Այսպես իր համար տենց մեծ մահճակալ ենք արել, որովհետեւ քուրիկները հաճախ գալիս են այցի, որպեսզի միասին երեքով այստեղ քնեն հորաքրոջ աղջիկները։ Որ հեքիաթն ես պատմում քնելուց առաջ։ Տարբեր հեքիաթներ իհարկե, շատ ունենք հեքիաթների գրքեր։ Վերջին օրերին փոքրիկ իշխանը սկսեցինք կարդալ։ Իրան շատ հետաքրքիր է, բայց ինքը հոգնում է ինքնուրույն կարդալ, ուզում է որ մայրիկը կարդա։ Իսկ ես ուզում եմ հակառակը, որպեսզի ինքը շատ կարդա։ Փոքրիկ իշխանից խոսեցիր, ես կարծում եմ որ Էքզուպերիին պետք է բոլոր տարիքներում կրկին եւ կրկին։ Ինձ համար ավելի հետաքրքիր է։ Եվ ինձ է հետաքրքիր, ես փորձում եմ տարին գոնե 1 անգամ վերընթերցել, որովհետեւ նոր բաներ եմ գտնում։ Այո, միշտ բացահայտում ես շատ ավելին ու նորը։ Այդպես այստեղ խոհանոց պիտի լիներ, բայց խոհանոցի համար կարծում եմ շատ փոքր կլիներ սա, որովհետեւ մենք մեծ ընտանիք ենք եւ սեղանի շուրջ ենք նստում բոլորով։ Իսկ ով է հասցնում երեխաներով զբաղվել ձեր տան ավելի շատ։ Դե մայրիկը բնականաբար։ Մայրիկը անընդհատ եթերում է։ Իդեպ հայրիկը ինչով է զբաղվում։ Հայրիկը երբ տանն է լինում, զբաղվում։ Այս պահին ինչով է զբաղվում հայրիկը։ Հայրիկը աշխատում է։ Աշխատում է առողջապահության համակարգում է աշխատում, չնայած ինքը բժիշկ չէ, բոլորը կարծում են թե որ ինքը հիվանդանոցում է աշխատում, ուրեմն բժիշկ է։ Տնտեսագետ է մասնագիտությամբ, ֆինանսատնտեսական հարցերն է կարգավորվում։ Ինչալոց ես գիտեմ, որ դուք Գորիսից եք երկուստ էլ, բայց Գորիսում չեք հանդիպել։ Մինչև քո գալը ամուսինը պատմում էր ձեր սիրո պատմությունը, ես կարծում եմ այստեղ եւս տեղին է, որ հեռուստադիտողը իմանա, թե որտեղ հանդիպեցիք եւ ինչ տեղի ունեցավ։ Եվ քանի տարի միասին եք։ Մենք 9 տարի ենք միասին։ Դա շատ է թե քիչ։ Դե 9 տարում եթե 3 քիչ չէ։ Կարող հնարավոր է 6 ունենալ։ Դե դա ամենամեծ ձեռքբերումն է մեր իմ կարծիքով։ Մենք Գորիսում ծնվել, մեծացել, դպրոց ենք հաճախել, բայց իրար չենք հանդիպել։ Հետո տարիներ անց արդեն, երբ որ ես էլ էի ինստիտուտը ավարտել, համալսարանը ինքն էլ տնտեսագիտական համալսարանը, այդպես պատահաբար հանդիպեցինք, ընդ որում իմ ընկերուհու մատներ այդտեղ խառը, իրենք միասին են աշխատում նույն հիվանդանոցում։ Ինքը այդպես անդադ գալիս գովազդում էր, ասում էր մեր փոխտնօրենը շատ լավ տղա է, մեր փոխտնօրենը։ Ընկերուհուդ ինչ ես ասում, շնորհակալություն, թե ես ինչ արեցիր։ Մենք շնորհակալությունը կփորձենք իրան պետքա ամուսնացնենք։ Ահա, տեսնում Այսպես ինչ-որ փոխադարձ պարտավորացություն ունենք, այո։ Իհարկե, դա հիմա մենք հաստատում ենք հետողությամբ։ Ինձ թվում է Քանի որ մեր կյանքը դասավորել ենք, ուզում ենք որ ինքն էլ իր կյանքը դասավորի։ Բայց ինչ է նշանակում կյանքը դասավորել է։ Մարդիկ մինչև 70-80 տարեկան ապրում են, ասում են դեռ չենք հասել
այն նպատակին, որին որ ձգտում են։ Դուք արդեն հասել եք, դասավորել եք։ Ինչ որ միջափով իհարկե։ Ձգտումներ, երազանքներ, ցանկություններ շատ կան։ 9 տարվա մեջ հասել ենք, նորից կրկնվում ենք, բայց 3 երեխան արդեն մեր համար դա մեր ամեն ինչն է։ Ժանը, երբ որ դու տանը չէր եւ քո ոսկորներն էին քաշվում, ամուսնուդ հետ միասին, ամուսինդ ասաց, որ ես անընդհատ 4-րդ երեխան եմ ուզում, նա չի ուզում, ինչ անեմ, ինչու՞մն է բանը։ Այնպես չի, որ չեմ ուզում, բայց մի տեսակ ուզում եմ մի քիչ մեծանան, որպեսզի հետո ինձ ավելի հեշտ լինի։ Օգնեն աղջիկներս։ Վերջը չունենա 4 երեխան, ուրիշ կնոջից եմ ունենալու։ Ինձ թվում է կատակ արել, որովհետև Իրանից նման բան չեմ սպասել։ Բայց ինչի՞ պիտի սպասես։ Հանուն երեխայի ուրիշ կնոջ չեմ կարծում։ Դուք ձեզ ապահովված ընտանիք համարում եք։ Հարաբերական է այդ ապահովության զգացողությունը։ Իհարկե հարաբերական։ Օրամանկ լրագրողի պատասխանը։ Փառք Աստծո։ Գոհենք, ինչ որ ունենք դրանով գոհենք, գոհանում ենք, փորձում ենք գոհանալ։ Ինչ է այստեղ, ինչով եք զբաղվել երեխաների հետ այս տախտակի վրա։ Դա աղջիկս է իր համար գումարում, հանում, այբուբենը շարում, եթե որևէ տառ, որևէ մեկը վերցնում է, պակասում է, ինքը շատ լացում է նույնիսկ։ Նեղանում է, որ իր այբուբենը ինչ որ մեկը խառնել է տարերը։ Ինչալուց ասում են տղա մեծացնելն է դժվար, աղջիկ մեծացնելը շատ հեշտ է ավելի։ Ինչի հետ է կապում այդ ամենը։ Ես չեմ կարող նման բան ասել, որովհետև իմ 3 աղջիկներն են շատ աշխուժ են, ժիր են, շատ պահանջկոտ են, իրենցով զբաղվելու, իրեն ժամանակ տրամադրելու հարումով, դրա համար չեմ կարող ասել, որ աղջիկ մեծացնելը դժվար չէ։ Իսկ ինչ են պահանջում։ Ասացիր պահանջկոտ են։ Ուզում են անդադ բակ իջնել, ուզում են, որ իրանց համար կարդանք, իրենցով զբաղվենք։ Ժամանակին ներածի չափով անում ենք բնականաբար։ Ինչ կարող ենք նրանց համար։ Այս սենյակում ամեն ինչի մասին խոսեցինք, թե ինչ որ մի բան կա, որ պիտի ցույց տայեք եւ մեկնաբանեք, Իմ աղջկա լուսանկարներն են։ Ահա։ Մենք իրեն տարել էինք Բուլղարիա, հեռավոր Վառնա, ու այնտեղ այսպես արքայադստրիկի հագուստով նկարեցինք։ Հիմա իր սենյակը զարդարում են այս լուսանկարները։ Մենք էլ ունենք իհարկե այդ լուսանկարներից։ Իսկ այս ամռան ուր եք որոշել գնալ։ Եթե գաղտնիք չէ, եթե գաղտնիք է։ Դեռ վերջնական որոշում չունենք։ Բուլղարիայում լավ էր։ Շատ, ես շատ գոհ եմ։ Շատ ավելի բարգավաճ երկիր է, քան մերը։ Բարգավաճ առումով չէի ոս։ Իհարկե post-սովետական ինչ որ մի բան այնտեղ զգացվում էր։ Ծովը շատ լավն էր ուղղակի, այո։ Ծովը, ավազը, մի խոսքով այն ինչ որ մենք չունենք։ Լավ, ցանկանանք որ այս տարի Հունաստան գնանք, այնտեղ էլ է։ Հունաստանը եղել ենք անցյալ տարի, մի խոսքով դա նորություն չի լինի մեզ համար։ Մյուս աղջիկների սենյակը տանեմ, երևի զույգերս են այստեղ քնում, խաղում, թափում, եւ ես ստիպված եմ լինում հավաքել։ Մենք երկու քույրիկով այստեղ իրեն շատ լավ են զգում։ Իսկ ինչու չեն իրեն գալիս, որ իրենց նկարենք օրինակ։ Հիմա այս պահին մուլտֆիլմ են դիտում, չգիտեմ։ Նրանց չի կարելի, չէ, խանգարել։ Կանչ իրար ցուր։ Եթե չի կարելի, հետաքրքիր ինչ է գրված դրոշի վրա։ Սա իրենց նախակրթարանից են մեզ ուղարկել, քանի որ իրենք հանդեսի են նախապատրաստվում, հարգելի ծնող, սիրով հրավիրում ենք ձեզ հունիսի 23-ին Դավիթ թողնեկարի ժամը 11-ին Հայաստան միջոցառմանը։ Բարև։ Աղջիկներից ուղարկել են ծնողներին հրավիրատոմսը այս տիպի է մեր նախակրթարանը։ Ամեն անգամ մի հատ հետաքրքիր ինչ-որ բան են հորինում եւ այդ ձևով են մեզ հրավիրում երեխաների հանդեսին։ Նախակրթարան ասածը դա պետական դպրոց է, հա, թե վճարովի ինչ։ Չէ, մասնավոր մանկապարտեզ է, քանի որ մեզ պետք է որ միջև գոնե 6-ը իրենք լինեն ապահով ձեռքերում, իրենք գնում են երկար են մնում։ Պետական մանկապարտեզներում շուտ են ուղարկում տուն միջև 6-ը չեն գա։ Թե վիճակը այնքան է բարվոք չէ պետական մանկապարտեզներում եւ կրթահամալիրներում։ Չէ, կրթության առումով չէի ասի։ Մյուս առումներով, չգիտեմ, ես ասեմ, որ շատ լավ մանկապարտեզներ կան, պետական, լուրջ ես մեկնաբանում։ Այնինչ մտածում ես, այն։ Չէ, իրականում շատ լավ մանկապարտեզներ կան, որոնք ունեն հովանավորներ, առանց հովանավորների դա հնարավոր չի կարծում եմ,
Բայց ովքեր ունեն հնարավորություն, լավ հովանավորներ, իրենք բավականին բարվոք վիճակում են եւ նորոգված են, եւ սնունդն է շատ լավը, ել չեմ ասում կրթության մասին, որտեղ լավ պարտեզներ կան, որտեղ լավ կրթություն են ապահովում։ Մեր դեպքում հիմնական խնդիրը այդ ավելի շատ պարտեզից իրենց մեքենայով բերում տանում են, այդ խնդիրն է լուծվում եւ մի քիչ երկար են ավելի մնում, դրա համար ենք դիմել մասնավոր պարտեզի օգնությանը։ Պարզ է։ Եթե դա է պատճառը, արդարացված է։ Իսկ եթե ուրիշ խնդիրներ կան, Հետո մեր տարածքում չունենք պարտեզ, այ դա լուրջ խնդիր է, սա նոր, այսպես ասած, թաղամաս է, ենթակառուցվածքներ այդպես չկան, ճիշտ է կողքը կառուցվում է մանկապարտեզ, դպրոց, սպորտ, մեծ համալիր, բայց չգիտեմ դա ինչքան։ Բայց կարծեմ հարևանները շատ են, չէ՞, ընկերուհիներ, լրագրողներ, հեռուստատեսության աշխատողներ։ Դեպ ինչով է առանձնանում այս թաղամասը։ Պետք է որ մթնոլորտը մի փոքր այլ լինի։ Ես մեծ սիրով եմ տեղափոխվել անկեղծ ասած, որովհետև բակում երեխա թաղում է, գիտես ում երեխայի հետ է խաղում, բոլորին ճանաչում ենք, բոլորին կարելի է ասել շփվում ենք, բոլորին գիտենք, իմ գործընկերներից շատերը կան, հենց մեր շենքում, կողքի շենքում, որ ասեմ շատ հանդիպում հարևանություն ենք անում, սուտ կլինի, ավելի շատ հանդիպում ենք աշխատավայրում որպես գործընկերներ, բայց միևնույնն է, էլի հաճելի է այստեղ հանդիպելը։ Պարզ է, իրար տուն չեք գնում։ Չենք ունենում այդ ժամանակը։ Եթե ինձ է հարմար լինում, իրանք տանը չեն, եթե իրենց է հարմար լինում, ես տանը չեմ։ Տարբեր ժամերի ենք աշխատում։ Ամուսինդ նաև ասում էր, որ այս բնակարանը այո լավ է, բայց ցանկություն ունի վաճառել եւ ինքը երազում է սեփական տան մասին։ Լսել եք դրա մասին, թե ինձնից իմացար։ Այն որ այս պահի նման ցանկություն ունի, իսկապես չգիտեի, բայց այն որ դա իր ցանկությունն է ի սկզբանե, այո։ Մենք ապրել, Սուրեն ջան։ Սեփական տան ենք միշտ։ Ես էլ եմ սեփական տան մեջ մեծացել, առանձնատան մեջ։ Դրա համար բնակարանը մի քիչ դժվար ենք մենք հանում։ Բայց կանայք չեն սիրում սեփական տներ, որքանով ես գիտեմ, կամ ասում են, եթե սեփական տուն, տանը պետք է 3 աշխատող լինի, խնդրեմ։ Չէ, ես 3 չէ, բայց իսկապես այդ մաքրելու եւ այլ առումներով շատ դժվար է կնոջ համար, որ ունի նաեւ երեխաներ, պլյուս դրան աշխատում է։ Դրա համար իսկապես օգնող ձեռք պետք է, եթե սեփական տուն, ուրեմն օգնող ձեռք պետք է։ Ես կարծում եմ, որ ձեր տանը վերջին ձայնը, որոշիչ ձայնը ամուսնուց ձայնն է եւ ինչ կասի, դու պետք է հնազանդվես։ Թե Նայած հարցերում, Սուրեն ջան, նայած հարցերում ես զիջում եմ։ Մենք համաձայնության գալիս ենք, խորհրդակցում ենք, զրուցում ենք, Փառքաստու իրար հասկանում ենք։ Հարցեր են լինում, որոնք շուրջ վիճում են։ Վիճում։ Իհարկե։ Դե հետո համաձայնության ենք գալիս, կամ ես եմ զիջում, կամ ինքն է զիջում։ Վերջին վեճը ինչի շուրջ է եղել։ Ընտանիքը հեշտ բան չի, պահելը պահպանելը։ Հիշում եք վերջին վեճը, որ համաձայնության եկակի վերջը։ Չէ, չեմ հիշում։ Ո՞վ է ձեր տան առաջին արտնանում։ Արթուրը։ Ես արթնանում եմ զարթուցիչով, իսկ ինքը առանց զարթուցիչի։ Այդ տարբերությամբ ես էլ եմ շուտ արթնանում, որովհետև պիտի բոլորին կազմակերպես ուղարկես դու ինքդ աշխատանքի գնաս։ Դա ժամը 7-ն է։ Այո։ Բայց ինքը ավելի առանց զարթուցիչի օգնության կարողանում է արթնանալ շուտ։ Գնանք դեպի խոհանոց։ Խոհանոց ցամեցեք։ Եւ այսպես մենք գտնվում ենք խոհանոցում, որտեղ անցնում է մեր ամբողջ օրը, կարելի է ասել։ Եվ երևի թե սա քո համար ամենակարևոր վայրն է, հա։ Ինձ համար հա, գոնե, որովհետեւ ես գրեթե այստեղ եմ անցկացնում, որովհետեւ եւ էփել, եւ թափել, եւ հավաքել, եւ երեխեքին կերակրել է սեղանի շուրջ։ Դե պատմեք Գորիսի ավանդական խոհանոցից։ Այնպես չի, որ միայն Գորիսի ավանդական ճաշատեսակներն ենք պատրաստում։ Հատկապես հետարքիր է Գորիսի խոհանոցը։ Հատկապես Գորիսինը, որ ասեմ շատ մանրամասնորեն ինչ որ բան հետևում անում ենք, մի քիչ ավելի հարմարեցված է տեղանքին, այդպես Գորիսյանը լոբով շորվան է, կարմիր լոբով ճաշը, ձավարով։ Ես հաջորդ Իր ամենասիրած ճաշատեսակը։ Խաշիլ պետք է արծես։ Խաշիլ, այո։ Բայց Գորիսից է խաշը դուրս եկել։ Խաշիլ։ Խաշիլ, հա։ Այո։ Խաշիլ, հա։ Ինքը բոված աղացած ցորենն է, որը շատ համեղ է ստացվում։ Բայց դա Վափամանը շատ շուտ սովածանում ես հետո, ուղղակի շատ համեղ է, բայց հետո շատ շուտ սովածանում։ Իրան ուտում ենք կամ Ամիսը քանի անգամ է լինում ձեր խոհանոցում այդ կերակրատեսակը։ Խաշիլը։ Խաշիլը հաճախ չի լինում, հաճախ լինում է թանը, որը եփած այդպես վիճակում, չորաթանի պես,
բացվում է ջրով։ Դա է։ Շանես կա ամուսինդ պահանջկոտ է, նկատի ունեմ սննդի առումով։ Համով սնվել շատ է սիրում համեղ, բայց այնպես չի որ ինչ պատրաստեք ուտի, այնպես չի որ ես ինչ որ խնդիր ունեմ մտածելու ոյ այսօր ինչ պատրաստեմ։ Ամեն ինչ էլ հաճույքով ուտում է, հատկապես իմ պատրաստածը։ Դա պատմելու բան չի սովորում։ Պետք է ցույց տալ, չէ՞։ Դա Կարծում եմ մի օր քաղցած համը չեն սպասում են հաղորդման շրջանակներում կայացել ձեր տուն եւ ինչ որ Գորիսի ավանդական կերակրատեսակներից մեզ համար կպատրաստեք։ Ում կամ ինչն է կարոտում Գորիսի։ Մեր ծնողներին իհարկե առաջին հերթին, որովհետև եւ իմ ծնողները եւ Արթուրի ծնողները Գորիսում են, իմ քույրը եւ եղբայրը իրենց ընտանիքներով այնտեղ են, Արթուրի քույրն է ընտանիքով այնտեղ, հիմա այս պահին մեզ հյուր է եկել։ Այնպես ներկայացրեցիք, ինձ թվաց Գորիսից արտագաղթ չկա։ Մեր շրջապատից իրականում չկա։ Մենք երևի այն եզակի մարդկանցից ենք, որոնք չունեն մտերիմ հարազատներ դրսում արտասահմանում, ոչ քեռի, ոչ օրեղբայր։ Բայց ընդհանրապես ինչպես է Գորիսից արտագաղթում են, թե այնտեղ լավ է ամեն ինչ։ Գորիսը մի այնպեսի վայր է։ Ղարաբաղին մոտ է իդեպ դժվար արտագաղթեն։ Իհարկե, Գորիսը օտարերկրյա շատ մարդիկ ասել են, ընդհանրել են որպես փոքր Շվեյցարիա։ Լսել եմ այդպեսի բան։ Հիմա ես միշտ էլ ասել եմ, հենց հիմա հնարավորության սահմաններում, հենց առաջին հնարավորության դեպքում անպայման Ազատ ժամանակ ունենում եք ուղիղ Գորիս։ Եվ ոչ միայն ազատ ժամանակը պետք է մենք վերջում ապրենք այնտեղ։ Ձեր դպրոցը դպրոցական ընկերները Գորիսի։ Չգիտեի։ Իհարկե։ Այսօր իմ համադասարանցիներն էին հանդիպում, բայց այսպես անակնկալ ես տուն եկա եւ չգնացի իրենց այդ հանդիպման։ Համադասարանցիները Ինչ ես այստեղ պատրաստ եք կարելի է նկարահանել, թե ես քաղցած չեմ, բայց գույները այնքան հետաքրքիր են, որ եթե կարելի է բացեմ, լավ։ Բացեք։ Մսով եւ գազարով բրնձու փլավ է։ Չինական ինչ-որ մի բան չի, չէ՞։ Չէ, չինական չի, այդպես արևելյան է իհարկե, որպես խոհանոց, ինքը թուրքմենական այդ մանի փլավն է, ուզբեկական, թուրքմենական, չգիտեմ, այդպես փլավն է, իհարկե իրենք ոչխարի մսով են դա պատրաստում, շատ համեղ է լինում, ես օգտագործել եմ հորթի միս։ Հարմարավետ եւ մեծ խոհանոց է։ Մենք դրա համար փոխեցինք այդպես, որպեսզի այստեղ կարողանանք նստել եւ ամբողջ ընտանիքով ճաշել։ Այստեղ տեղին է շնորհակալություն կրկին հայտնել ամուսնուդ, մեզ Գորիսի գինի հյուրասիրեց, շատ համեղ էր։ Ընդ որում իրա հայրիկի պատրաստած գինին է, հայրիկի ձեռքով։ Միջայլոց, չգիտեմ, հայկական երկրորդ հեռուստալիքը ցույց է տալիս եթեր է հեռարձակվում Գորիսում թե ոչ, կարծում եմ հեռարձակվում է, բայց եթե ոչ, ձեր ծնողները եւ ընկերները կարող են այցելել Չէին սպասում .am կայքը եւ այնտեղ դիտել եւ ձեր հաղորդումը եւ մեր մյուս հաղորդումները։ Հեռարձակվում է իհարկե, բայց ինչու՞ չէ կարելի է, ովքեր որ չեն հասցրել դիտել։ Շանից հետաքրքիր է, դուք առաջի եթերը հիշում եք։ Իմ առաջի եթերը իհարկե անմոռանալի է, դա չեմ կարող։ Օրով ես հիմա փորձեմ հիշել, դա 2003 թվականի օգոստոսի 23-ը։ Ահա, եւ Չէ, հուլիսի 23-ը կներեք, շփոթեցի։ Հուլիսի 23-ը։ Եվ լուրեր էր մեկնաբանում։ Հա, հենց լուրեր էի մեկնաբանում, ճիշտն ասած շատ անակնկալ ինձ առաջարկեցին, որ հմեկում անցնեմ կաստինգ։ Ես լրիվ նախապատրաստվում էի մեկ այլ հեռուստատեսության համար, եթեր դուրս գալու։ Համալսարանական կրթություն ունեմ, ժուրնալիստիկայի ֆակուլտետն եմ ավարտել եւ որպես լրագրող էի ինձ պատկերացնում, հետո պատահական հանդիպեցի Ար հեռուստաընկերությունում Սուսաննա Ալեքսանյանին, իր մոտ անցա վերապատրաստման դասընթաց ու մենք պիտի եթեր դուրս գայինք արով, բայց Արը այդպես էլ չվերաբացվեց, մենք եթեր դուրս չեկանք, այդպես մի քանի հոգով էինք իհարկե, դա խումբ էր հավաքված։ Տեսակ քո առաջի եթերից խոսեցինք եւ լրջացար։ Լրջացա, հիմա էլ ես անհանգիստ։ Հիշեցի, հուզվեցի, որովհետեւ հուզումն առատ պահ էր իհարկե։ Հետո հանրայինում այդպես առաջարկ եղավ, կաստինգ անցա։ Իրականում ուղիղ եթերը վախենալու բան է։ Առաջին անգամ շատ։ Առաջին անգամ իսկապես այդպես այդ սրտի։ Թե առաջի մի 5-6 անգամը։ Շատ պատասխանատու
վիճակ է, այսինքն այդ պատասխանատվությունը երևի բերում այդ լարվածությանը ավելի շատ, քան թե մեկ այլ բան, որովհետև այն ժամանակահատվածը, որ ես պատրաստվել եմ եթերի համար, դա բավականին երկար ժամանակահատված է եղել, դեպ թվում է լարվածություն չպիտի ունենայի, բայց դե այդպես չէր։ Այդ ամբողջ նախապատրաստված վիճակը կորում է կիսով չափ։ Ինչ ունակություններ է հարկավոր ունենալ, որպեսզի այսպես հանգիստ ուղիղ եթեր դուրս գալ։ Տեխնիկապես շատ պատրաստ վիճակ եւ խոսքի կուլտուրայի, գրագիտություն։ Բայց ընդհանրապես կարդում եք, չէ՞, ինչ է։ Եթե լավ կարդում ես, ենք կարդում։ Ինչպես։ Գրում ենք, հետո ենք կարդում։ Ահա, դուք նաեւ գրում եք։ Մենք գրում ենք մեր հեռուստաընկերությունում գոնե այդպես է լուրերի մեկնաբանները իրենք հեղինակում են իրենց տեքստերը, հետո մեկնաբանում են։ Խմբագիր ով է հետևում, որ ավել բարձ չլինի կամ ստորակետը այստեղ լինի կամ այնտեղ։ Ունենք խմբագիր բնականաբար, Արմեն Ամիրխանյանը ինքը շատ լավ խմբագիր է, մեծ այդ համագործակցում է։ Խնդիրներ չեն առաջանում ինչ որ տեքստերի բովանդակության հետ կապված։ Կա սահման, որ անցնել չի կարելի։ Մենք ներքուստ յուրաքանչյուրս գիտենք ինչպես պետք է աշխատել, որևէ մեկը որևէ անգամ ինչ-որ ցուցումներ չի տալիս։ Այսինքն, եթե այս լուրը այսպես ներկայացնեք, որ ավելի այնպես չլինի, ինչպիսին պետք է լինի, դուք գիտեք այդ սահմանը։ Այո, յուրաքանչյուրը իր մեջ գիտի դա։ Թե չէ, հեռուստատեսությունից միանգամից տուն կուղարկեն, չէ, այդպիսի բան չկա։ Մենք ազատ ենք մեր որոշումների մեջ, մեր մտքերի արտահայտման մեջ, այդպիսի բան չկա։ Ուղղակի մենք նաև ունենք մեր պատասխանատվության չափը։ Գիտենք մեր պատասխանատվության չափը։ Քայլենք լավ։ Եթե այստեղ ինչ-որ բան կա, որ ցույց տակ եւ քայլենք։ Չի, առանձնապես չէ։ Բաց պատշգամբ ունենք։ Այո, բաց պատշգամբ ունենք մեկի փոխարեն 3 նախորդ տանը մենք չունեինք ընդհանրապես պատշգամբ եւ դրանից շատ նեղվում էինք։ Նախորդ տանը չունեինք պատշգամբ, հիմա փոխարեն ունենք 3-ը։ Տեսակ շատ չի։ Դե պայծառ է, լուսավոր է, ազատ է, երեխաները խաղում են։ Լավ տեսարան է այստեղից բացվում։ Արարատի տեսարանն է իմիջալուց, բայց այս պահին չի երևում, ինչ որ մի քիչ աղոտ է։ Հեռուստաաշտարակն է երևում, աղջիկներս հենց տեսնում են, ասում են մամայի աշխատավայրը։ Հատկապես երեկոյան ժամերին ինքը շողշողում է, գունավոր այդպես լույսերով։ Շատ սիրում են իրենք դիտել։ Ջանե, հայտնի լինելը քեզ փոխեց։ Քեզ փողոցում ճանաչում են, հայտնի մարդ չեմ համարում։ Չէ, բայց քեզ փողոցում միանգամից ճանաչում են։ Ճանաչում են։ Այն տելևիզորի աղջիկը, տենց են, չէ՞ ասում։ Այն որ մեզ լավ լուրեր է հայտնում։ Չէ, բայց ինչ-որ բան փոխել է, չէ՞ մեջը։ Երևի մի քիչ ավելի պատասխանատվության զգացողությունն է ավելի մեծացրել, որ կաշկանդել է ազատությունը։ Այո, կաշկանդել է, որովհետև ինչ որ գործողություններ, որ կարող է չանես փողոցում, ասենք պաղպաղակ ուտել, հասարակ կամ ինչ որ բան ծամելով քայլել, արևածաղիկ, քեզ թույլ չես տալիս ուղղակի։ Բայց այն ամենայնիվ ինչ որ բան փոխում է մարդու մեջ, չէ՞, հայտնի լինելը մարդուն դարձնում է մի տեսակ ուրիշ տեսակ։ Նկատի ունես գորոզ մեծամիտ, իմ դեպքում ես կարծում եմ որևէ մեկը չի կարող ասել, որ ես գորոզ կամ մեծամիտ եմ։ Դու շատ լավ պատասխանացի, որ քո լսարանի առջև պատասխանատու ես, այդ իսկ պատճառով քեզ մի փոքր այլ կերպ ես պահում։ Մի փոքր կաշկանդված։ Գուցե այո, ոչ այնքան ազատ։ Իսկ ում կարծիքն է քեզ համար ամենակարևորը։ Տանը ուտել, կարելի է նույն մաստակը տանը ծամել։ Ում կարծիքն է քեզ համար ամենակարևորը։ Իմ շրջապատում նախ եւ առաջ ամուսնուս, իհարկե։ Այսինքն ամուսինդ կարող է երեկոյան, երբ որ տուն վերադառնաս, նկատողություն անի, որ այսպես չժպտացիր այս լուրը հայտնելուց։ Ինքը շատ ճշմարիտ է իր դիտարկումների մեջ։ Ժպտալ չժպտալու հարցը չի այստեղ միայն, այլ ընդհանրապես ինքը կողքի աչք որպես ես իրեն վստահում եմ։ Քննադատում է թե գովում ավելի շատ։ Լինում է նաև ինչու՞ չէ քննադատում է, բայց հիմնականում գովում է։ Սիրում եք իրար։ Իհարկե։ Առանց դրա չի լինի ընտանիք։ Սիրո մասին ներկայացում ցանկանում ես դիտել։ Անպայման։ Մեծ հաճույքով։ Հուլիսի 21-ին դրամատիկական թատրոնում քեզ սպասում ենք Սև դառը շոկոլադ ներկայացմանը։ Գլխավոր դերերում Արամոն եւ Լուիզա Ղամբարյանն են, իսկ պիեսի հեղինակը Էմմա Պետրոսյանն է։ Ամուսնուդ հետ կգաս եւ ներկայացման վերջում կքննարկենք, փորձենք ողջել ով է այս կյանքում իրավացի, կինը թե տղամարդը։ Ըստ քեզ ով է իրավացի։ Երկուսով։
ինձ թվում է կատարյալ չի կարող Այդպես չի լինել ոչ լինում։ կինը, ոչ տղամարդը իրենք միասին պիտի հասնեն Ընտանիքում բոլոր խնդիրների պատճառը կինն է հանդիսանում, ես քեզ վստահաբար ասում եմ։ Եթե ընտանիքում ամեն ինչ համերաշխ է, դա կնոջ Համաձայն եմ։ վերելքն է, եթե ոչ, Այո, ես համաձայն եմ այդ հարցում, որովհետև այո, կինը կարող է ամեն ինչ փչացնել եւ հակառակը ստեղծել ամեն ինչ։ այո, իդեպ դա ամբողջ աշխարհին է վերաբերվում, ոչ միայն տանը եւ ընտանիքում, այո, Շատ կինը շնորհակալ ենք, շատ անպայման հաճախ ամեն ինչ կհաճախենք։ փչացնում է։ Կդիտենք անպայման ներկայացումը։ Գնացինք առաջ, Գնացինք։ սենյակներ կան, որոնք չենք բացահայտել, գնանք բացահայտենք։ Համեցեք երևի ննջարան կամ ճաշասրահ, որտեղ կցանկանաք։ Ճաշասրահ։ Եթե կարելի է, ճաշասրահ թե ճաշասենյակ, ոնց է ավելի ճիշտ։ Երևի սենյակ, որովհետև այստեղ հաճախ չենք ճաշում, այստեղ հյուրերի ժամանակ ենք միայն ճաշում։ Բայց հյուրերին որ կանչում եք, ճաշում եք, չէ՞։ Հյուրերին որ կանչում ենք, այդ ժամանակ ճաշում ենք։ Այստեղ հիմա մեր աղջիկների, այսպես ասած, խաղասրահի է վերածվել, որովհետև նրանք Ասում եմ պիտի մուլտֆիլմ են դիտում։ ներկայացնես։ Այսքան աղջիկ մի Այո։ սենյակում, Մեր ընտանիքում այդպես ինչ որ ստացվել է, որ բոլորը աղջիկ են, եւ Արթուրի քրոջ բալիկներն են աղջիկ, եւ եղբորս բալիկներն են աղջիկ։ Իմ զույգերն են Նենսի եւ Լուսին, որոնք 5 տարեկան կդառնան շուտով։ Լիրին մեծ աղջիկս է 7 տարեկան։ Մարին Արթուրի քրոջ աղջիկն է փոքր եւ Նարեն մեր մեծը, առաջնեկը բոլորի ավակ քույրը։ ինչպես ես պատկերացնում քո կյանքը 15-20 տարի անց։ Ես Աղջիկները այստեղ կնստեմ եւ ինձ շատանալու են։ սուրճ կմատուցեն իմ աղջիկները։ Հիմա ես եմ իրենց մատուցում ամեն ինչ, իսկ հիմա 15 տարի հետո կփոխվի ամեն ինչ։ Իմ քերին, երբ որ զույգ մեր աղջիկները ծնվեցին, մեր զույգ աղջիկները ծնվեցին, քերին Շահանեին տենց տրամադրում էր, ասում էր Շահան, հեսա կտեսնես մեր իրանք երբ որ կմեծանան, կասեն մեր Շահան տատիկը ասենց բոլորին պահել է։ Լավ, լացեցին։ Ասեն մի տեսակ շատ ազատ եք մեծացնում ձեր երեխաներին, առանձնապես չեն լսում եւ ասում են չենք իջացնելու ձայնը, գնացեք այստեղից։ Այդքան ազատությունը լավ է։ Խոսքը եթե մուլտֆիլմին են վերաբերում, մենք հանձնվում ենք։ Չէ, իրենք այդպես շատ կամակոր բալիկներ չեն, ուղղակի աշխույժ են։ Դե հիմա մենք խանգարեցինք, ներխուժեցինք եւ խանգարեցինք իրանց դիտելու պահը։ Եվրո 2016-ն է սկսել, ես շատ Բռնագրավել են հեռուստացույցը։ դժվարությամբ եմ կարողանում։ Ցերեկ աղջիկներս երեկոյան ամուսինս, այնպես որ Իսկ ես դու ոչ չես հետևում ֆուտբոլին։ Ես ֆուտբոլին չի առանձնապես սեր չունեմ, ես ստիպված խոհանոցում արդեն միացնում եմ լուրերը։ Դու միայն լուրերին ես հետևում։ Ինչի՞ չէ, նաև ֆիլմեր եմ դիտում, եթե ֆիլմեր, լավ հետաքրքիր։ փողոցներ լինեն։ Կան հետաքրքիր Վերջին ֆիլմեր։ շրջանում, չէ, չի ստացվել։ Մի երկու օր առաջ Սուդյան էի նայում։ Հետաքրքիր Շատ ֆիլմ է։ ֆիլմ, Այո։ շատ լավ ֆիլմ է։ Ինքը իր տղային է, չէ՞, կարծեմ, Այո։ այնտեղ դատապարտում եւ ճիշտ է դատապարտում կարծեմ։ Չէ, հետո տղան ստիպված է լինում հորը արդարացնել, որովհետև հայրը իսկապես Խոսքով պանություն հետաքրքիր պատմություն է։ շատ հետաքրքիր է։ Բայց չգիտեմ ինչու փոքր տարածք եք թողել հյուրերի համար։ Մենք անկեղծ ասած ոչինչ չէինք կարող անել, որովհետև ինքը պրոյեկտով նախատեսված էր հենց այսքան քառակուսի մետր, իհարկե շատ կուզենայինք, որպեսզի ճաշասենյակը մեծ լիներ։ Սա մեր խնդիրն է։ Դրա համար սեղան չենք դրել, որ ավելի փոքր չերևա սենյակը, այդպես բացովի սեղան ունենք, հյուրասիրությունների ժամանակ իհարկե այստեղ ենք ճաշում։ Իսկ ընդհանրապես Շանը, երբ որ ինչ-որ մի խոհանոցում։ բան դուրը չի գալիս, ինչպես ես կարողանում փոխել կամ ինչ ես անում։ Ժամանակի ընթացքում։ Ինչ Որ հարցերում ընտանեկան թե մի տեսակ շատ լուրջ ասիր ժամանակի ընթացքում ես կհասնեմ իմ ուզածին։ Չէ, այդպես չի լինում, որ այդ պահին բռնկվեմ, ջղայնանամ եւ այլն դժգոհեմ։ Մտածում եմ, որ կգա պահը, դա կշտկվի, կանցնի կամ կստացվի այնպես, ինչպես ես եմ ուզում։ Երեխաները մեզ խանգարում են, կարծում եմ պետք է գնանք եւ հանգիստ թողնենք։ 3 պատշգամբ ունեիք, գնանք մյուսը։ Այստեղից Մեկը տեսարանը այստեղ է բացվում, տեսարանը նույնն է, նույն տեսարան, նույն կողմն է նայում։ Այս պատշգամբը մի փոքր ավելի մեծ է, նախատեսում ենք այդտեղ սեղան դնել եւ ամռանը սուրճ խմել։ Գնացինք 3-րդ պատշգամբը։ Գնացինք 3-րդ պատշգամբը, որը մեր ննջասենյակից է բացվում։
Սա էլ մեր ննջասենյակն է։ Այստեղ կանգ առնենք, թե միանգամից պատշգամբ Չէ, գնանք։ այստեղ այս ինչ հետաքրքիր մարճակալ է։ Ինձ հետաքրքիր ինչպիսի ներքնակ ունեք, որովհետև երբ որ մենք հայտնվում ենք ննջասենյակում, միանգամից հետաքրքրում ենք, թե ինչպիսի ներքնակի վրա են Շատ լավ ներքնակ, ընդամենը 1 տարվա օգտագործած։ Դրա համար շատ Եթե գնել եք Sleep Comfort խանութ սրահից, ապա վստահաբար շատ լավ ներքնակ է։ Եթե ոչ, կասկածում եմ։ Ինքը եղել է հենց կահույքի հետ, չգիտեմ, Ես խնդրում եմ այցելիր Sleep Comfort խանութ սրահ, այնտեղ կարող ես բոլոր ներքնակները փորձարկել, իսկապես շատ որակով ներքնակներ են։ Ավելացնեմ, որ Sleep Comfort-ը գտնվում է Արշակունյաց 17 հասցեում, հեռախոսահամարն է 440502, զեղչի քարտ եմ քեզ փոխանցում, իսկ այստեղ ներկայացված է տեսականին։ Այո, բոլոր այն ներքնակները, որ ներկայացնում են Sleep Comfort խանութ սրահը։ Կարևոր է ճիշտ ներքնակի վրա քնել, որպեսզի Անհրաժեշտությունը, որ առաջանա անպայման։ լավ լուրեր հայտնես անընդհատ։ Անհրաժեշտ է միշտ, առողջության հետ կապված չէ։ Դեռ չենք դժգոհում, մի խոսքով հետո կօգտվենք։ Ով է Անդրեա այս մարճակալը։ Բալզակը ասում է ցույց տուր մարդու մարճակալը եւ ես ասեմ ինչպիսի մարդ է գնում այս մարճակալի վրա։ Անկեղծ ասած մենք բոլորովին մտադրություն չունեինք այսպիսի կահույք գնելու, մի տեսակ պատկերացնում ենք, որ մեր ննջասենյակը պիտի լինի այսպես մոդեռնիստական ոճի մեջ, ավելի մինիմալիստական ինչ-որ, Բայց ստացվեց թակուհու։ հակառակը ստացվեց։ Մենք ուղղակի հանդիպեցինք, սա տեսանք։ Հումորով մենք ընտրում էինք լրիվ ուրիշ կահույք, ուրիշ սենյակի համար նախատեսված։ Սա ցուցափեղկում էր դրված այս կահույքը։ Եվ ինքը սա կոչվում է ասեցի հումորով իհարկե, Շանային ասեցի, գիտես, ես միշտ ուզել եմ այսպես Միխոսկոս սա կոչվում է Արթուրի ցանկությունների, երազանքների իրականացում։ Ասեցի ուզում ես, արի գնանք։ Բայց մենք ընդհանրապես մտածություն չունեինք դա։ Դե կարող եք փոխել հիմա որոշ ժամանակ Չէ, անց ինք շատ հարմարավետ է, մտադրություն չունենք փոխելու։ Ձեր տանը շատ դռներ կան։ Այստեղ երկրորդ սանհանգույցն է։ Սա զգեստապահարան։ Սա կարևոր մի վայր է, չէ։ Դե հա, մի քիչ ավելի մեծ լիներ, ավելի լավ կլիներ։ Ում հագուստն է ավելի շատ։ Իմ բնականաբար իմ հագուստն է երևի ամենաշատ։ Ավելի շատ երեխաների հագուստն է։ Ընտանիքներ կան, որ տղամարդկանց հագուստը եւ կոշիկները մի քանի անգամ ավելի շատ է, քան կանանց։ Չէ, մեր դեպքում ավանդական ձևով է ամեն ինչ։ Կինը ավելի շատ է սիրում զարդարվել, զուգվել եւ այլն։ Հետո ինքը մի քիչ ավելի, այսպես դասական ոճի մեջ է։ Արտուր Շահանյան երջանիկ է, Երբ որ չկա, ինքը երջանիկ է։ Եվ որ բոլորը առողջ են, իմ հարազատ մարդիկ, իմ երեխաները, ամուսինս եւ իմ ծնողները։ Երբ որ չկա, նա երջանիկ է։ Ժանես Արտուրը երջանիկ է, երբ որ Ես էլ եմ կարծում, որ ինքը ընդհանուր առմամբ երջանիկ է, բայց չխանգարող հանգամանքներ, եթե ասենք հիվանդություն եւ այլն, վատ դեպքեր, պատահարներ, ընկերության, հարազատների մեջ չլինեն, ինքը երջանիկ է։ Արտուրը երջանիկ կլինի, ել ավելի երջանիկ կլինի, երբ որ դու 4-րդ երեխային ունենաս։ Աստծո կամոք։ Բաց պատշգամբ պիտի գնայինք։ Համեցեք, այստեղ է։ Դե Շահանը պատմի, ինչ է երևում այստեղից։ Այստեղից արագածն է ընդհանուր առմամբ երևում, բայց այս մային այդքան էլ լավ չի երևում։ Ինչ սովետական մեքենաներ են քանդում այստեղ։ Նույնիսկ ատոմակայանն է երևում, ասեմ ձեզ, որ այդքան էլ լավ չի։ Ատոմականը։ Այո, մենք զորամաս ունենք, երկու հատ զորամաս, կապի զորամասը եւ մուզվոդի զորամասը։ Ամեն առավոտ արթնանում ենք հայրենասիրական ոգով։ Այո, երաժշտությամբ իրենց այդպես բարձր մարշայի երաժշտության տակ եւ հայրենասիրական երգերի, ազգային երգերի հնչյունների ներքո։ Եվ դա շատ լավ է։ Թերևս վերջին հարցը կարծում եմ։ Ինչ է լինելու մեզ հետ։ Ամեն ինչ լավ պիտի լինի, ես հավատում եմ։ Ես էլ եմ հավատում։ Այսքանը։ Ցույց տալու բան չունեք։ Չէ։ Մանեկուղ է չունեք։ Նկող չունենք, բայց ավտոկայանատեղի ունենք, եթե ձեզ հետաքրքիր է, կարող եք իջնել տեսնեք։ Ոչ, ավտոկայանատեղին Մագ ավտոշոուի շրջանակներում Մագան կբացահայտի։ Դու վարում ես մեքենա։ Չունեմ մեքենա, բայց ունեմ վարորդական իրավունք եւ
բարելու, այսպես ասած, հմտություն։ Ցանկանում ենք քեզ մոտ ապագայում մեքենա։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ձեզ ենք շնորհակալ։ Էլի համեցեք։ Եվս մեկ անգամ հիշեցնել, որ մեր հաղորդումները կարող են դիտել Չէին սպասում .am կայքում եւ ձեր հաղորդումը եւ մյուս բոլոր հաղորդումները կներես Արտուր։ Ինչի համար Սուրեն։ Ասացիք, որ մեքենայի պահը պարտավորեցնող էր։ Այ որ ասացիք վեճ, մեր վերջին վեճը իրականում մեքենայի հետ կապված է, ամեն դեպքում ես մի քիչ անվտանգության տեսանկյունից վախենում եմ։ Մեծ մեքենա գնիր, շատ մեծ։ Դա օգնում է, չգիտեմ։ Շնորհակալություն ձեզ։ Ցտեսություն, ձեզ օրվա լավ շարունակություն։ Ձեզ նույնպես։ Դե թաթիկով արեք։ Ցտեսություն։ Ձեզ։ Իլարիստ։ Հարի։ Արտուր ջան, 3 հատ ավտոն եմ ծախվոյ, Եկեք դες։ Դավիթ, Այո, ես մի բան չհասկացա։ Ի վերջո չէին սպասում նկարեցինք, թե քաղցած սպասում են նկարեցինք, որովհետև վերջում միասին ճաշեցինք։ Այո։ Փաստորեն երկուսն էլ տեղի ունեցավ, բայց եթեր կհեռարձակվի միայն չէի սպասում։ Բայց պատրաստելու process-ն էլ էր նկարել։ Լավ։ Ձեզ հետ ինչպես միշտ Դավիթը Սուրենը եւ Դավիթն է։ հաջողություն։